Արգել է հետևորդներ Մենք ներկայացնում ենք Մայր Հայաստանը։ Մեր հոգևոր մայրաքաղաքի ապագա ընտրությունները ունեն շատ ավելի մեծ նշանակություն, քան պարզապես տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները։ Սիրելի ինչպյանցինցիներ, հարգելի աղաշապատցիներ, Մայր Հայաստանը ներկայանում է ձեզ ներկայանալի թիմով, հստակ թե քաղաքական ասելիքով, թե կառավարչական փորձով, թե երիտասարդական ավյունով, սիրելի աղաշապատցիներ, այս ընտրությունները շանս են հատկապես ձեր համար, որպեսզի առաջին ասեցումը լինի Մայրաթորի վրա տեղի ունեցող այս զանգվածային հարձակման։ Ողջունում ենք, բարև ձեզ, լավ խաղաղ օր ենք մաղթում ձեզ, մենք Մայր Հայաստանն ենք, համաչորդ քվեաթերթի։ Սիրելի աղաշապատցիներ, ակնհայտ է, որ 21 թվականից ի վեր քաղաքացիական պայմանագիրը պարտվում է խոշոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Երևանում չկարողանալով հաղթել, մի կերպ դավադրություններով կարողացան զավթել իշխանությունը և տեսնում եք դրա հետևանքները, թանկացած տրանսպորտ, թանկացած կարմիր կետագծեր, բարձր կոռուպցիա, բյուջեի մսխում և զանգվածային խրախճանքներ։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց Վանաձորում, ընտրված քաղաքապետին բանտարկեց։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց Գյումրիում, էլի ընտրված քաղաքապետին բանտարկեց։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց Փարաքարում, ընտրված ընդդիմադիր քաղաքապետը սպանվեց։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց Բերդում,
Եվ այժմ հերթը հասել է, որ հաղորդաշապատում նույնպես քաղաքացիական պայմանագիրը ծնկի գա քաղաքացու քվեի առաջ եւ հասկանա, որ իրարերը հաշված են եւ առաջիկա համապետական գործընթացներում քաղաքացիական պայմանագիրը որպես անցյալի մղձավանջ կմնա բոլորի հուշերում։ Դրա համար ինչ է պետք։ Անպայման մասնակցեք ընտրություններին, գնացեք ընտրատեղամաս, վերցեք թիվ 4 քվեաթերթիկը, ձեր վճռական ոչը ասեք ՔՊ-ին եւ այոն Մայր Հայաստանի, այսպիսով Մայր Հայաստան, համար 4, միացեք, միացեք։ Հարգելի վաղաշապատցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քվեաթերթիկը համար 4-ն է, համար 4 քվեաթերթիկը նշանակում է դրական փոփոխություններ և քաղաքական կյանքում և համայնքի կառավարման գործում։ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններում փորձում է տարբեր կեղծիքներ կիրառելով վերարտադրվել։ Մայր Հայաստանը օրվա տխրահռչակ իշխանության թիվ 1 ընդդիմախոսն է։ Մենք բազմաթիվ ծրագրեր ենք ձեզ ներկայացնում, որոնց կյանքի կոչման դեպքում համայնքային կյանքը զգալիորեն բարեփոխվելու է և առաջընթաց ապրի։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, մերժել քաղաքացիական պայմանագրին ու նրա գծորդներին և ի վերջո քվեարկել համար 4-ի Մայր Հայաստանի օգտին։ Քաղաքական փոփոխությունները առջևում են, սա լավ հնարավորություն է քաղաքական ապտակ հասցնել օրվա անփառունակ իշխանությանը և ձևավորել նոր արդյունավետ իշխանություն։ Մեր կարգախոսն է միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Ժորժան, անպայման ծանոթացեք ծրագրերը, մենք ողջունում ենք ձեզ։ Այժմ ողջունում ենք ձեզ, ծանոթացեք ծրագրերին։ Մասնակցեք ընտրություններին, անպայման։ Էշնասում բազմաթիվ խնդիրներ կան։ Վաղաշապատում Առաջինը Մայր Հայաստան կուսակցության քարոզարշավն է։ Մայր Հայաստան այստեղ ներկայացված է փորձառու եւ երիտասարդ թիմով։ Մեր գլխավոր նպատակն է վաղաշապատում ստանձնել իշխանության պատասխանատվությունը, իսկ նվազագույն նպատակն է զրկել քաղաքացիական պայմանագրին իշխանությունից սկզբից վաղաշապատում, հետո արդեն ամբողջ Հայաստանի տարածքում։ Վաղաշապատում շատ կարևոր ընտրություններ են սպասվում։ Ես բոլոր վաղաշապատցիներին կոչ եմ անում անկախ քաղաքական պատկանելությունից մասնակցել ընտրություններին, անպայման գնալ ընտրատեղամաս, ձեր քաղաքական դիրքորոշումը արտահայտել, որովհետև այս իշխանությունները վախենում են քաղաքական ակտիվությունից եւ բարձր ակտիվությունը ՔՊ-ի պարտության երաշխիքներից մեկն է։ Մյուս երաշխիքը, օրինակ Մայր Հայաստանի պարագայում կարող ենք ասել, որ մենք միջև վերջ տեր ենք կանգնելու մեր քվեներին։ Մայր Հայաստանը այստեղ ներկայանում է թե քաղաքական ծրագրով ընդհանուր, թե նաև քաղաքային ծրագրով, այս իշխանությունները բնականաբար ժեկի պետի ընտրությունների են փորձում վերածել վաղաշապատի ընտրությունները, անտեսելով քաղաքական կոմպոնենտը, իսկ քաղաքական կոմպոնենտն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը աղետներից բացի ուրիշ ոչինչ բերելու ընդունակ չէ, փորձում է օրինակ իր թեկնածուին, Արգիշտիին հերու պահել ՔՊ-ի հետ ասոցացվելուց, փոխարենը Արամ Զավենիչի
այդ տեխնացուն ավելի նիկոլական է երևում, որպիսի օրինակ երևա որ հենց այդ տեխնացուն է Նիկոլի տեխնացուն, դրանով իր տեխնացուին, արդեն ԿՊԱ-ական տեխնացուին, Արգիշտի Մեխակյանին զերծ պայի ԿՊ-ի ասֆալտային վարկանիշից։ Բոլորը գիտեն, որ այդ կուսակցությունը ԿՊ-ն արդեն վերածվել է քաղաքական բորոտի։ Իր հետ ասոցացվելը արդեն պարտության խորհրդանիշ է բոլոր առումներով, թե Ալիևի առաջ, թե ասենք համապետական թիմ ընտրություններում սպասվելիք համապետական ընտրությունների մասին է խոսքը։ Հետևաբար քաղաքականացնել այս ընտրությունները երկարևոր են, անպայման։ Քաղաքական ակտիվությունը պետք է լինի ամենաբարձր աստիճանի։ Գյումրին դա ապացուցեց, որ ինչքան բարձր է քաղաքական ակտիվությունը, այդքան ԿՊ-ն երաշխավորված պարտում։ Քաղաքային թեմաներով Մայր Հայաստանը եւս հանդես է գալիս ծրագրով, որը վաղարշաբաթը պետք է դարձնի այնպիսի քաղաք, որտեղ կուզենան ապրել ոչ միայն էջմիածինցիները, վաղարշաբաթցիները, վաղարշաբաթ համայնքում միավորված համայնք է, հետևաբար մի քանի գյուղեր կան, այս համայնքներում պետք է ուզենան ապրել ոչ միայն եւ հարմարավետ լինի ապրեն ոչ միայն վաղարշաբաթցիները, այլ նաեւ կողքից նայողները, օրինակելի համայնքի տեսլականով ենք մենք հանդես գալիս այս ընտրություններին։ Հիմա ես կամերան թեքեմ, այստեղ հանդիպում է քաղաքացիների հետ։ Հարգելի վաղարշաբաթցիներ, կրկին կոչ եմ անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք վաղարշաբաթ խոշոր ասված համայնքի ընտրություններին։ Ձեր քվեն բնականաբար տվեք Մայր Հայաստանին, որը համար 4-ն է այդ ցանկում, բայց այնուամենայնիվ անգամ եթե չեք ցանկանում քվե տալ Մայր Հայաստանին, ապա անպայման մասնակցեք, ընտրեք ձեր նախընտրելի տեխնացուին, քանի որ քաղաքական ակտիվությունը այս ընտրություններում շատ բան է որոշելու եւ մի հանգամանք էլ կա, որ վաղարշաբաթը ինչի համար է կարեւոր, Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ կազմակերպված այս արշավի շրջանակներում վաղարշաբաթում պարտություն կրելը Նիկոլի համար լինելու է կարմիր լույս, գոնե ինչ որ մի պահ կանգ առնելու եւ վաղարշաբաթցիները իրենց ընտրությամբ միայն ընդրատեղամաս գնալով, միայն քվեարկությանը մասնակցելով կարող են կանգնեցնել այն այլանդակությունները, որը կազմակերպվում է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից։ Հիմա մենք շարունակում ենք քարոզարշավը, վաղարշաբաթի էջմիածնի այս դեպքում էջմիածնում ենք հիմա մեր թիմն է Ça fait rire, c'est juste.
Մենք չենք ուզում հենց դրա դեմ ենք։ Հարգելի վաղաշապատցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, վաղաշապատի աղաքանու ընտրություններին մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին, մերժել քաղաքացիական պայմանագրին և ձեր քվեարկությամբ սկիզբ դնել դրական փոփոխությունների։ Մայր Հայաստանը թիվ 1 ընդդիմախոսն է օրվա իշխանության։ Մենք գաղափարական, տեսակային, քաղաքական բոլոր առումներով հակադրվում ենք օրվա իշխանությանը։ Եթե դուք ուզում եք փոփոխություններ, ապա քվեարկեք Մայր Հայաստանի օգտին։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, ողջունում ենք ձեզ Մայրիկ ջան։ Մենք լուրջ սոցիալական փաթեթ ենք առաջարկում վաղաշապատցիներին և տրանսպորտի հետ կապված, և անվճար մանկապարտեզների հետ կապված, և երիտասարդության հետ կապված, քաղաքում էջմիածնում, որը համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է, երեկոյան 6-ից հետո կյանքը կարծես կանգ է առնում։ Զբոսանքի վայրեր կամ չկան, կամ անմխիթար վիճակում են։ Ժամանակակից այսպես աշխույժ սրճարանային համակարգ չկա, տեղական փոքրիկ արտադրություններ չկան, մարդկանց ստարտափերի հնարավորություններ չկան։ Այս ամեն ինչը մենք նախատեսում ենք, որ պետք է ստեղծենք։ Համայնքի ղեկավարությունը պետք է բոլոր նախադրյալները ստեղծվի, որպեսզի ենթակառուցվածքները զարգանան, որպեսզի տուրիզմը զարգանա, որպեսզի մենք լրացուցիչ գումարներ ներգրավենք բյուջե և կարողանանք նորմալ աշխատանքներ իրականացնել։ Այս առումով Մայր Հայաստանը շատ իրատեսական, մասնագիտական առումով բարձր որակի ծրագիր է ներկայացրել և մենք ակնկալում ենք ձեր թվեր, որպեսզի փոփոխություններ բերենք համայնքում, որպեսզի այդ փոփոխությունները հետո հասցնենք ամբողջ Հայաստանին։ Առանց թափազանցության սիրելի վաղաշապատցիներ, սիրելի էջմիածնիցիներ, ամբողջ Հայաստանը ձեզ է նայում, ձեզ է հետևում, մարդիկ փոփոխությունների ակնկալիք ունեն։ Մայր Հայաստանը մտել է պայքարի մեջ, ողջույն Հայություն, անպայման ծանոթացեք ծրագրին։ Մայր Հայաստանը մտել է պայքարի մեջ, որպեսզի հասնի փոփոխությունները, բայց ոչինչ չեն կարող անել։ Մեր ուժը ժողովրդի միասնության և միակամության մեջ է, որպեսզի հասնենք փոփոխությունների։ Դրա համար էլ մեր կարգախոս ենք ընտրել միացիր, որ փոխենք։ Միացիր, միացիր, միացիր։ Հարգելի քաղաքացիներ, ողջունում ենք ձեզ, անպայման ծանոթացեք մեր ծրագրերին, մասնակցեք ընտրություններին, որպեսզի դրական փոփոխությունների հասնենք, բարև ձեզ։ Ձեզ լավորեն ենք կախտում և Մասնակցելու եք ընտրություններին։ Մասնակցելու եք։ Անպայման։ Անպայման։ Ումը ցանկանաք, բայց անպայման մասնակցեք։ Լավ մնացեք, Աստված։ Կարևորը բոլորին տեղեկացնել, որ 18 մասնակցել եք։
ու իրենց ակտիվ ներգրավվածություն Բայց ես լավ աշխատանքային ու երեկ հավասար աշխատել մեզ էլ Լավ մնացեք Հարգելի բաղաշապացիներ, ձեզ ողջունում եմ այլ Հայաստանը, մենք թիվ 4 թվյաթերթիկն ենք ներկայացնում այս ընտրություններին։ Մեր ծրագրերը առաջ չափազանցության մրցունակեն գարացես հայություն։ Էրշմիածնի փողոցներում հանդիպում են քաղաքացիների հետ, ծանոթացնում ծրագրին, բավականին դրական մթնոլորտ է տիրում, չնայած փողոցներում շատ ակտիվություն չկա։ Բոլորը փոփոխությունների ակնկալիք ունեն, բոլորը այս օրվա տխրահարչակ իշխանությանը հեռացնելու ցանկություն ունեն, եւ հիմա ձեր ձեռքում է այդ փոփոխությունների բանալին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այդ փոփոխությունների բանալին ճիշտ պետք է օգտագործել։ Ընդամենը մի քանի րոպե այցելում եք ընտրատեղամաս, մերժում եք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին, մերժում եք դրա դրացումներին, քվեարկում եք Մայր Հայաստանի օգտին եւ վստահ եք, որ մենք տեր ենք կանգնելու ձեր քվեին։ Իշխանափոխությունը վաղաշապատում կհանգեցնի նաեւ հետագայում ամբողջ Հայաստանում իշխանափոխությանը։ Սա շատ կարևոր ընտրություն է, համայնքային կյանքի հետ կապված է, սրանք ինչքան ձեր կյանքը կերել են, տարբեր համայնքներում հողերը սեփականաշնորհելով, կոռուպցիայով զբաղվելով, իրանց թալանչիների ձեռը կրակնկնելով եւ նոր թալանչիներ դառնալով, մենք այս ամեն ինչին վերջ ենք դնում, բարև ձեզ հայրիկ։ Մենք ձեզ խոստանում ենք, որ գերթափանցիկ կառավարում են լինելու, որովհետև ճիշտ է սրանց կյանքը կարճ է կառավարությունում, բայց կառավարությունը հետևելու է մեզ, մեր իշխանության դեպքում, հասարակությունը հետևելու է, Մայր Հայաստան կուսակցությունը ինքը, Մայր Հայաստան շարժումը ամբողջությամբ հետևելու է իր թիմակիցների գործունեությանը վաղաշապատում, հետևելու են մյուս խմբակցությունները, նույն քաղաքացիական պայմանագիրը, որը այդ ժամանակահատվածում մինչև իր վերջնական փլուզումը համապետական ընտրություններից հետո լինելու է մեր ընդդիմությունը, իրենք էլ են աշկերը 4 արած նայելու, այնպես որ դուք ավելի բարձր որակի կառավարում եք ստանալու, քան իշխանության պարագայում կլինի, որովհետև մենք շահագրգռված ենք լինելու բարձր արդյունավետությամբ կառավարել, որպեսզի ձեր քվեն ակնկալենք նաև համապետական ընտրությունների ժամանակ։ Իսկ եթե սրանք կհոխորտան, կգորգորան, կբամբասեն, կվախացնեն, թե իբր օրինակ կառավարությունից դոտացիան չեն տալու, դա իմացեք, որ այդ փողը Նիկոլեից որ Բոստանից չի բերել, որ բյուջեի փող հատկացնի տեղական կամ ոչ։ Դա օրենքով սահմանված կարգով է, այդ դոտացիան, որ տալիս են, դա օրենքի պահանջ է, եւ իրենք չեն կարող այդ դոտացիան չհատկացնել, դա մեկ, երկրորդը մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի տեղական միջոցները ավելացնելու հնարավորություն ստեղծվի եւ մենք նաեւ տեղական բյուջեով կարողանանք քաղաքը, համայնքը արդյունավետ կառավարել։
Ողջունում եմ ձեզ, բարեցես։ Սա շատ կարևոր հանգամանք է, սիրելի ժողովուրդ։ Սրանց վախացրած բաներից պետք չի կրկել, սրանց վարչական ռեսուրսի դեմ առնելու համար հնարավոր է բացել մասնակցության ընտրությունների, այս վարչական ռեսուրսի դեմ առնել հնարավոր է Տրանսպորտ չկա ընդհանրապես։ Քաղաքային տրանսպորտ, սոցիալական խնդիրներ եւ այլն։ Այս առումով մենք լուծումներ ենք ձեզ առաջարկում եւ ակնկալում ենք ձեր այնպես որ ակտիվ մասնակցեք ընտրություններին։ Մայր Հայաստան կուսակցություն Հասկանով ուղիղ եթերը ավարտենք, բայց մենք շարունակում ենք Քարոզ Արշավը Շվեյաստի Սիրելի բաղաշապացիներ, սա Էջմիածնի 7-րդ դպրոցն է, սա դպրոցի բակի իրավիճակն է, նայեք, տեսեք ձեր աշխով, որը որ իրանց պահած երեխաները դպրոց են գալի, սա բակի վիճակ է, սա դպրոցի բակի վիճակ է, սա մայթերի վիճակ է դպրոցում, թող ժողովուրդը իմանան մեր ամեն մի խոսքը գործ է լինելու, գործ, որը որ խոստում չեն տալի, չեն գնում, չեն տալու, մենք լինելու ենք մեր ժողովրդի կողքին, ու մեր ժողովրդի ամեն մի հարցը բարձրացնելու ենք, որ ժողովրդի իմանա։ Հարգելի բաղաշապացներ, դպրոցների, մանկապարտեզների հետ կապված մեր ծրագրերում կան կետեր, որոնց առաջարկում ենք անպայման ծանոթանալ, կրկնեմ, մանկապարտեզները դառնալու են անվճար, սրանք եկել են վճարով են սարքել, մենք հետ ենք պտտեցնելու այդ որոշումը և սարքելու ենք անվճար։ Մենք սոցիալական փաթեթ ենք առաջարկելու կանանց, ովքեր որ աշխատանքի ներգրավվածության խնդիր ունեն։ Դա կլինեն առանձին ստարտափերի տեսքով կամ կլինեն առանձին երիտասարդական ծրագրերի զարգացման տեսքով։ Մենք սոցիալական փաթեթ ենք առաջարկելու թոշակառուներին, հաշմանդամներին, պատերազմի զոհ ունեցող ընտանիքներին, ուսանողներին, որոնք կամ տրանսպորտային համակարգից օգտվելիս կամ այդ ծրագրերից օգտվելիս կարող են ակնկալել համայնքի աջակցությունը։ Դպրոցի բակերը, աղբը, կանանչապատում, ինա դպրոցի բակում կանանչապատում չկա։ Դորջան, Դավիթն է, Գրիշանը, երկարտայներ համայնքի ղեկավար են եղել։ Մեր ամեն մի խոսքը գործ է լինելու, մենք չենք գալու։ Երևան կողորենք գնանք, չի լինելու մենք։ Մենք լինելու ենք ժողովրդի կողքին, ցանկացած հարց արձագանքելու ենք ու լինելու է այն որ առաջ ընթացք։ Նախին քաղաքապետները։ Հիմա նախին քաղաքապետը ուր է։
Այդ նախկին քաղաքապետի նույն կուսակցությունը հիմա էլ մեկին է բերել։ Նույնն են, իրանք բոլորը նույնն են։ Ղարաբաղը։ Դե իրաց տունն է։ Դուք հասկացել եք, որ մենք Ինչի համար ենք հանդում։ Շորջան ամենակարևորը մասնակցական Տրանսպորտի վիճակի դուք եք դժգոհում, որ մի քաղաքային տրանսպորտ չկա ու Ավտոկանը պետք է լինի դուրսը քաղաքից, որ մնացած ավտոբուսները կանեն դեր կանգնեն, Երևանից եւ մեքենա որ ժողովուրդը գալիս է, իշտի նստի այդ տրանսպորտը գնա հասնի իր տունը։ Եթե հակառակն եղա, ուրեմն չի աշխատում, Ներքաղաքային տրանսպորտ կա թե չկա։ Հիմա բոյն է, Քարենցավան ու ու ավան բանը ակադեմիա։ Բա ինչով են մարդիկ տեղափոխվում, հա։ Մեքենայի պրոբլեմը չկա, բայց ամեն դեպքում հասարակական տրանսպորտը պետք է Դրամա պետք է պայես, դպրոցակ կենտրոնա, առաջանացնում գրվի, որ ժամին ոմս ետ, որ մարդը ինքը կանգանում է դրանով գնա, իմանա, որ ժամին է մեքենա գնա, այս ձևի, պետք է կազմակերպի, փողոցներ սարքվի, որ մեքենաներ չջարդվեն, գնա, ճանի դեսակ, Դե լավ մնացեք, անպայման։ Այսքանով ես ավարտեմ ուղիղ եթերը, շարունակաբար կմիանանք, ցույց կտանք կարոզարշավի ընթացքը, այսքանը կհանդիպենք։